Renews լրատվականը շարունակում է աշխատանքը ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Եվ միանգամից առավոտյան վարչապետ Փաշինյանը ասաց, որ ասուլիսով կպատասխանի հարցերին, իսկ քիչ առաջ Facebook-ում միանգամից 3 գրառում արեց մեջբերումը։ Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց Սրբազանը, հնազանդություն իշխանություններին, այսինքն օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին։ Երկրորդ գրառման վեճ վարչապետ Փաշինյանը բացահայտել է, թե ինչու է Աջապահյանը խուսափում իրավապահներից։ Կրկին մեջբերում եմ։ Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից, եթե դատարանը 1 կամ 2 ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ոնց է ապրելու Սրբազանը։ Իսկ երրորդ գրառմամբ Փաշինյանը հայտնում է մայր տաճարում բախումներ հրահրողների մասին։ Երրորդ մեջբերումը։ Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայրաթորում, տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը Մայրաթորը քրիստոնեաբար ազատելու է եւ վեհարանը հանձնելու է վեհի։ Իսկ հիմա վիրտուալ իրականությունից գնանք շոշափելի քաղաքական բուռն իրականություն։ Ակտիվ ներքաղաքական ֆոնը անտարբեր չի թողել նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն, Աշոտ Փաշինյանին։ Երկարատև լռությունից հետո նա էլ խոսեց, ավելի ճիշտ գրեց։ Միքայել arczepiskopos Աջապահյանի շուրջ զարգացող իրավական գործընթացների ժամանակագրությունը ըստ Սիմոն Հովհաննիսյանի։ Խուզարկությունները առավոտից էին սկսել Գյումրիում, սակայն ոչ Շիրակի թեմի առաջնորդարանում, ոչ տանը իրավապահները Միքայել arczepiskopos Աջապահյանին չգտան։ Մեծ հերը խաչը, մեծ հերը սուրը, ով դեմե թող մոտիկ կա։ Էջմիացնում էր Աջապահյանը, քահանայական ժողովին մասնակցելու, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւս Մայրաթորի տարածքում էին։ Որտեղ Միքայել Սրբազան մի գնացեք։ Առաջ քաշված մեղադրանքները քահանաներով շրջապատված է լսում Շիրակի թեմի առաջնորդը։ Կարճ ժամանակում վեհարանում հավաքվեցին կաթողիկոսի եւ հոգեվորական դասի աջակիցները։ Ընդդիմադիր ու հանրային դաշտից տարբեր գործիչներ կոչ արեցին գնալ Մայրաթոր։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ժամը 2-ի դրությամբ արձանագրեց։ Իրավապահները փակել են դեպի Էջմիածին ճանապարհը։ Եվ հիմա էլ չեն պատրաստվում թաքնվելու։ Կգամ, ասաց Աջապահյանը իր հետ կատարվածը ապօրինություն որակելով։ Նշեց, որ թաքնվելու միտում չունի։ Մեկտեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Մենք գնանք վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Հեռացավ դեպի իրավապահների մեքենան թեմի առաջնորդը ստանալով վեհապար հայրապետի օրհնությունը, բայց հավաքվածները չթողեցին arczepiskoposին հեռանալ, նա վերադարձավ վեհարան։ Եկեղեցի գնացած քաղաքացիներն իրենց զարմանքն են արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։ Փորձում են մտաբերել, թե մեր պատմության մեջ մեկ էլ երբ է եկեղեցականների նկատմամբ նման արշավ եղել։ Պարզապես ես էլ ձեր նման վանքում էի, վանքի բակում, տեսնելով, որ հոգեվորականները այսքան հավաքված, խառնաշփոթ վիճակ, գործեցի հետաքրքրվել, ինչումն է բանը, գոյություն ունի մայր օրենք, որը իրավունք չունի ոչ վարչապետ, ոչ իմ նման շարքային քաղաքացի, ոչ Ռամիկը, ոչ նախարարը, ոչ մեկը իրավունք չունել ոտնահարելու։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել, նշեց, ասուլիս կհրավիրի, կպատասխանի հարցերին։ Ես հարգելիս ասի, թե այսօր չեմ մեկնաբանել։ Փաշինյանն ուղևորվեց համահայկական հիմնադրամի կոնֆերանսին, ամփոփեցին նախորդ տարվա արդյունքներն ու այս տարվա անելիքները։ Տարօրինակ անսովոր ակտիվություն է Փաշինյաններից Աշոտի էջում։ Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանեք, մարդիկ կգործողեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումներ, փողոցները արյան պլցնելու կոչեր կանեք, ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափեք։ Իշխանական падգամավորներից Վահագն Ալեքսանյանն էլ Facebook-ում գրում է. Տենց լավ չի, վաղնել մուսուլման եղբայրության կամ Ալ-Քայդայի գրոհայիններին տար Մայրաթորում պահիր, կտրիչ։
Իսկ վեհարանի մատույցներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ հոգեվորական դասի աջակիցների պայքարներ։ Վերջինները փորձում էին խոչընդոտել իրավապահներին մուտք գործել մայր տաճար։ Դարպասներն ուժով անցնելու մի քանի ապարդյուն փորձից հետո իրավապահները հեռացան վեհարանի տարածքից։ Ավելի ուշ դուրս եկավ Միքայել Սրբազանը ու հայտարարեց, որ գնալու է քննչական կոմիտե, թաքնվելու որևէ միտք չունի։ Վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետն է։ Հավաքվածների հետ խոսելուց հետո Աչապահյանը նստեց մեքենան քննչական կոմիտե ուղևորվելու համար, սակայն հերթական անգամ աջակիցները նրան թույլ չտվեցին ճամփա ընկնել։ Վերջին փորձի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդը ոտքով, ապա մեքենայով ուղևորվեց Երևան, քննչական կոմիտե։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Դե մի քիչ էլ խառը իրողությունների մեջ փազլ հավաքենք։ Ձերբակալությունների շղթան սկսվեց գործարար Սամվել Կարապետյանից։ Հաջորդը Բագրատ arczepiskopos Գալստանյանն էր, հերթում Միքայել Աճապահյանն է։ Դե եթե մի քիչ էլ ուշադիր լինենք, պարզ կտեսնենք, որ նրանց առաջադրված է նույն մեղադրանքը։ Այստեղ մեզ օգնության կհասնի գործընկեր Անի Հովանիսյանը։ Քաղաքացիական պայմանագրից Հասմիկ Հակոբյանը եւ փաստաբան Միհրան Պողոսյանը իրենց մեկնաբանությունն են տվել իրավական գործընթացների վերաբերյալ։ Չեմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք այս երկիրը։ Ժամեր առաջ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել։ Եվ ասել եմ պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության եւ Արցախի փրկության համար։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից 3 հաղորդել էին, որ Միքայել arczepiskopos Աչապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ուշ երեկոյան Facebook-յան գրառում էր արել։ Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմինիստական, կարծիքն է արտահայտել։ Իսկ ինչ է ասվում հոդվածում։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը պատժվում է տուգանքով 10-պատիկից 30-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 100-ից 200 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակման առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկման առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկման առավելագույնը 3 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով պատժվում է տուգանքով 20-պատիկից 50-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 150-ից 270 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ 1-ից 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։
Զոհրաբյանը գրել էր, որ Աչապահյան սրբազանի պաշտպանության համար փաստաբանական ումբ է ձևավորվում։ Եթե մի արարքի համար կարող է լինել նաև տուգանք, դա նշանակում է իր ինտենսիվությունը բավականին ցածր։ Անկախ նրանից դրա բովանդակությունը սուր է, վտանգավոր է եւ այլն, դա կպարզվի հետագայում։ Ան հետապնդման հարուցումը բոլորս գիտենք, չէ՞, տակ հետքերով է լինում։ Մենք հիմա կոնկրետ զբաղված ենք 1.5 տարի առաջ ուղղակի դաստիարակչական հոգևոր խոսքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ Դա ինչ ուղղությամբ կօգտագործի իշխանությունը, ես հեռու եմ այս պահին կարծիքային։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ այսքանով չի ավարտվել։ Իր համագործական լիազորությունները քաղաքական իշխանությունը վերազանցում է եւ վերազանցելու ընթացքում եւս թույլ է տալիս այլ հանցագործություններ, մասնավորապես կոնկրետ ցուցումով քրեական հետապնդումներ եւ այլն։ Խոսեցինք նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հետ։ Որոշ մարդիկ Աչապահյանի գլխավորությամբ պատրաստ են անգամ հրահրումներ կազմակերպել եւ իրավիճակը սրել անգամ մայրաթորում։ Ես տեսնում եմ տարբեր միավորների, որ այս հատկապես պատերազմից հետո 21 թվականի ընտրություններից հետո տարբեր շարժումներ են գեներացրել, տարբեր իրենց ունեցած 5-10 աջակիցներով փորձել են սադրանքներ հրահրել, այդ մարդկանց բոլորով մի հատ փոքր վեհարանում են կենտրոնացրել իրենց ուժերը, ինչպես ամեն անգամ լինում է։ Եվ մենք գիտենք իրենց մաքսիմումը 7000-ն է, 10000 քաղաքացին է, ես հասարակական լարվածություն տեսնում եմ 3 այսօր, երբ որ քաղաքացիները մեզ ասում են, բա, այսինքն մենք պետք է այդ ավտոբուսներում լինենք, որ ուզում էին այրել, պատերի տակ մարդիկ ջուլ են, այդ խանութների բիզնեսմենները մենք ենք, որ ուզում էին ջարդեին, ըստ հեղաշրջման պլանի։ Երևի անցի 17-ի հաղորդագրությունն են հիմք ընդունել, մենք կարող ենք միայն բողոքի ձայն բարձրացնել, թե ինչու մինչև հիմա այդ գործողությունները չէին իրականացվել։ Դարձնենք գլխներից փոքր բենլադեններ։ Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մինչև միջազգային ահաբեկիչ հանրային քաղաքական դաշտում կարծիքները ու դիրքորոշումները մնում են ծայրահեղ բևեռացված։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Մայրաքաղաքի փողոցներում գուցե զարմանալի է հնչում, բայց անտեղյակության ալիքներ են պտտվում։ Քաղաքացիների մեծ մասը քննչականի գործողություններից էջմիածնում եւ Շիրակում տեղի ունեցած իրողություններից ինֆորմացիա չունի։ Համաքաղաքացիներից որոշներն էլ վստահ են, որ եկեղեցին միևնույնն է ամեն փորձություն հաղթահարելու ուժ կունենա։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանը շրջել է Երևանի փողոցներով։ Համաձայն չեմ այդ հակառակը, համաձայն չեմ ես դա շատ սխալ գործ է իմ կարծիքով։ Մանավանդ մայրաթոր չի գայելի։ Սա շատ ճիշտ բան է։ Դա ում կողմից է շատ ճիշտ, ուղղակի գայլազավ իշխությունն է։ Հատի իմ խոսքս վերջ։ Ես կարծում եմ, որ գիժ է մեր կառավարությունը։ Ուրեմն կարիք է որ գնացել ես իշխանան ոչ։ Քանի որ քրիստոնեական առաջին ազգն ենք, որ քրիստոսությունը ընդունել ենք, անհնարին է, աղջիկ ջան, անհնարին է, բառից բունի մասով անհնարին է։ Ես ինքս հավատում եմ, որ դա անհնարին բան է, դա չլինող բան է։ Որտեղ մեր պապերը գաղթի ճանապարհին տատս մահացած պապուս փորի մեջ աստվածաշունչը կարել, բերել, հասցրել Ղարսից։ Ուրեմն այդ հավատը կա, չէ՞ մեր մեջ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Հավատով ապրում ենք։ Քանի որ մենք խաչ կրողներն ենք, միշտ էլ մենք դժվար ենք։ Տանջանքով ենք հասնում մեր հաջողությանը։ Չեմ տեղյակ չեմ։ Չեմ նայում, չեմ լսում։ Այո։ Իսկ ինչ կարծիք ունեք։ Ոչ մի բան հասնում է ժողովրդին։ Տեղյակ չեմ։ Որպես իշխանափոխություն լինի։ Բայց ախորժակները թող չբացվի։ Ես կոմունիստ եմ եղել, կոմունիստ էլ կամ եւ աթեիստ եմ։ Իսկ ստեղի ղեկավարության մասին ինչ եմ մտածում, դա իմ գործ։ Ստեղ ինչ միտինգներ կլինեն, ինչ չեն լինի, ինձ չի հետաքրքրում։ Ես մենակ հետաքրքրվում եմ տելևիզոր, նույնիսկ նայում եմ միայն ռուսական կանալները։ Մեծի տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսը հայտարարություն է տարածել շեշտելով, որ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների եւ արտահայտությունների կասեցումն է։ Մեջբերում եմ. պետք է հարգել մեր սրբավայրերը երկյուղած մոտեցումով, ասել է Արամ վեհապարը իրեն այցելած եւ իր հետ տեսակապով շփված հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նորի սրբությունը փոխանցել է, որ ներկա կացությունը ներքին թե արտաքին մեծ
վտանգների կարող է մատնել Հայաստանը։ Հարկ է հարգել պետության օրենքները, միաժամանակ եկեղեցու հեղինակությունը եւ իր հարցերը ներքին ճամփով քննելու իրավունքը։ Անհրաժեշտ է մանավանդ հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածությունից եւ մոտեցումներից, որոնք չեն համապատասխանում մեր հոգեվոր, ազգային եւ բարոյական արժեքներին։ Միայն Երևանում չէ, որ քաղաքական գործիչներն իրենց ձայնը լսելի են դարձնում։ Ընդդիմությունը դեռ առավոտյան կոչ էր անում գնալ Էջմիածին, իսկ Գյումրիում ավականու 4 խմբակցություն դատապարտել է Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Խոսքն ավականու մեր քաղաքը, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Իմ հզոր համայնք, Մայր Հայաստան խմբակցությունների մասին է։ Կատարվածը որակել են մտահոգիչ եւ անթույլատրելի։ Ավականու քաղաքացիական պայմանագրի անդամները հայտարարության չեն միացել։ Իսկ Էդմոն Մարուկյանը հեշտությամբ պատրաստ է զիջել վարչապետի թեկնածությունը, քանի որ իր համաձայնության դեպքում է, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը կկարողանան առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությունը, իսկ նման պլաններ կան։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Աբազյանի ինչպես վարչապետը մեկնաբանեց հանգստի գնալը, անհետ կորածների ծնողների բողոքի ալիքը ավելի է բորբոքել։ Այսօր նրա վերադարձի պահանջով Բաղրամյան պողոտան կրկին փակվել էր։ Բանտային օրագրի նոր մասը գործարար Սամվել Կարապետյանի որդու ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ 7-րդ գրառումն է հրապարակվել։ Նամակում Հայաստանի վիլայաթեցման, ամենօրյա զիջումների պարտադրանքի եւ Եվրամիության մեզ ոչ այնքան գրկաբաց ընդունելու մասին է գրել Կարապետյանը։ Դիտենք։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն։ Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն, շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից։ Ձգտելով դրան, երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե մռմռացնեն գլխավոր դաշնակցին։ Սկսեցին գոռալ Եվրոպայի միություն, առանց հասկանալու, որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում։ Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը, չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու։ Խաղաղություն մուրալով ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է։ Մեր Հայաստանը իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է։ Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված եւս 3 միլիոն փախստական։ Այս իրավիճակին զուգահեռ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում եւ փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե հավատա, որ իրենք նրա համար յուրային են։ Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում, որ այդ երկրի մարդկային որակները, այն որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը եւ ազնվությունը։ Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը։ Իսկ դրա բացակայությունը բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը։ Ամենտեղ ու ամենուր ինքնիշխանության մասին գոռալով մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի։ Մենք միասին մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը, պայքարելու ենք։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը 10-ին հայտնել է, որ Դաշնությունը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշում է Եվրամիության հետ մերձեցման նորմերի եւ Եվրասիական տնտեսական միության կանոնների միջև հակասությունները։ Ես պատրաստվում եմ նամակ ուղարկել իմ գործընկեր Մհեր Հերբերտովիչին այն մասին, որ մեր կարծիքով Եվրամիությանը մերձեցման գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին, ասել է Օվերչուկը եւ ամփոփել։ Ուստի մենք կքննարկենք համապատասխան միջոցառումներ կիրառելու հարցը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը գրառումով տեղեկացրել է, որ Ստամբուլում հանդիպում է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները, նշել է նա։ Կարծես շտապում ենք ազգային ժողովի արձակուրդի մասին խոսելիս Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդհատում է ճակերտավոր պարտադրված արձակուրդը եւ падգամավորներին վերադարձնում աշխատանքային ռեժիմի։ Հուլիսի 1-ին ժամը 11-ին կգումարվի արտահերթ նստաշրջանը։ Վարչապետ Փաշինյանը գործադիրի նիստում ասել էր, որ այդ նիստում
Ներեցեք, քննարկվելու է հեցի կառավարման արդյունավետության եւ դրա պետականացման հարցը։ Փաշինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակին, հոսանքի հաճախակի անջատումներին։ Մեջբերեմ, սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր։ Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են եւ այնինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի հեցի կառավարումը եւ հետագա գործընթացը պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ իրականացնենք։ Մեջբերման ավարտը։ Վաղ առավոտյան ժամը 4:35-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ աղբյուր փողոցի թիվ 55 կոտորակ 5 շենքի փակ ավտոկայանատեղիում ծուխ է նկատվում։ Անմիջապես հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ է ժամանել, տարհանվել է մոտ 350 բնակիչ։ Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի գազաֆիկացման եւ գազամատակարարման միավորման աշխատակիցները։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 ավտոմեքենա։ Տեղում նաև աշխատել են հոգեբաններ եւ բժիշկներ։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը կապ չունի գազի արտահոսքի հետ։ Խոշոր հրդեհ եւ պայթյուն Բաքվում։ Աղետի էպիկենտրոնը Ջաֆար Ջաբրայիլի անվան Ադրբեջան ֆիլմ կինոստուդիան է։ Պատճառը հրավառության նյութերի պահեստում առաջացած բռնկումը։ Դիտենք իմ գործընկեր Աննա Հարությունյանի եւ Դիանա Կարապետյանի պատրաստած տեսանյութը։ 3 ուշ երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Յասամալի շրջանում տեղակայված Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի տարածքում հզոր պայթյուն է գրանցվել։ Այն տեղի է ունեցել կինոնկարահանումների համար նախատեսված հրավառության պահեստում, որին անմիջապես հաջորդել է հրդեհ։ Արդյունքում մոխրակապույտի է վերածվել շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով միահարկ շինություն։ Զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում։ Այնուամենայնիվ պայթյունն անարձագանք չի մնացել, հատկապես սոցցանցերում, որտեղ շատերն արդեն փորձում են միջադեպը քաղաքական կոնտեքստով բեռնել։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ դեպքի պատճառները քննվում են, հանրային տիրույթում արդեն սկսել է մեղավորի հստակ նշանակման գործընթաց։ Շարունակելով վերջին շրջանում նկատվող հակաիրանական հռետորաբանությունը, որոշ օգտատերեր շտապել են պնդել, թե Բաքվի պայթյունը իբր Իրանի ուղերձն էր Ադրբեջանի բանակի օրվա կապակցությամբ։ Սա նման է Իրանի կողմից իրականացված սադրանքի, կամ դրոնով են հարվածել, կամ ներսից է պայթեցվել, մեզ ուղերձ էր, բանակի օրվա առթիվ, նշված է միջադեպին նվիրված սոցցանցային մի գրառման մեջ։ Այս դիտարկումները ուղիղ կապում են պայթյունի օրը հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի բանակի օրվա հետ, փորձելով դրան վերագրել քաղաքական ենթատեքստ։ Թեև պետք է սպասել պաշտոնական քննության արդյունքներին, սակայն արդեն իսկ տեսանելի է փորձը միջադեպը վերածելու հակաիրանական քարոզչական գործիքի։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին շրջանառվում էր Չամշի Հայտի հայտարարությունը, որը կրկին Իրանի հասցեին մեղադրանքներ էր պարունակում Ադրբեջանի ուղղության հնարավոր սադրանքի մասին։ Դիանա Կարապետյան, Աննա Հարությունյան, Reopen Media։ Իսկ խորհրդարանում Ադրբեջանը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի խորհրդարանում բողոք են արտահայտել արցախահայերի վերադարձի իրավունքի կողմ արտահայտած բրիտանացի պատգամավորներ Ջիմ Շենոնի եւ Լորդ Ալթոնի դեմ։ Նամակում նշվում է, որ իբր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հաջորդած իրադարձություններից հետո ոչ մի հայ բռնի կերպով չի վտարվել։ Նրանք կամավոր են լքել տարածաշրջանը իբր հայաստանյան քարոզչության ազդեցության տակ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալելով նրա չինացի գործընկեր Վան Յին հայտարարել է, որ Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են, հարուստ պատմությամբ եւ խոր մշակութային հիմքերով։ Մեջբերեմ, մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության եւ փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը եւ փոխշահավետ գործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են, ասել է Վան Յին, շեշտելով մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծում գործընկեր դառնալու կարևորությունը։ Միրզոյանը շեշտել է, որ Երևանը ձգտում է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները հասցնել նոր մակարդակի։ Միրզոյանը նաև հանդիպել է
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ եւ քննարկել կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր։ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Արդյոք անօթաչուները Ադրբեջանի տարածքով են անցել։ Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի հեռախոսազրույցում արդեն հնչել է խնդրանք պարզել հանգամանքները։ Այս մասին նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին է խոսել այսօր։ Դեսպանը նշել է, որ տվյալները տրամադրել է իրանական հետախուզությունը, միջազգային լրահոսը մեկ տեսաշարով։ Ստամբուլյան բանակցություններից հետո Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիներ են փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Սա փոխանակման 7-րդ փուլն է։ Տուն են վերադարձել 25 տարեկանից փոքր, ծանր վիրավոր եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողներ։ Հայտնի է, որ վերադարձածների թվում են նաեւ 3 տարի առաջ Մարիուպոլի պաշարման ժամանակ գերեվարվածներ։ Ամենաերիտասարդը 24 տարեկան է, ամենատարեցը 62։ Ստամբուլի բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ պայմանավորվել էին փոխանցել յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածի մարմին։ Ռուս-ուկրաինական ճակատում ռազմական գործողությունները այս պահին կենտրոնացած են Սումի եւ Դոնեցկի մարզերում։ Ուկրաինական ուժերը հայտարարել են, որ կարողացել են կասեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ խոցել է 39 ուկրաինական անօթաչու թռչող սարք։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ասել է, որ Ռուսաստանի կողմից մարտերին ներգրաված է 11000-ից ավել զինծառայող Հյուսիսային Կորեայից։ Հյուսիսային Կորեայի հնարավոր մասնակցությունը պատերազմին կարող է ել ավելի սրել իրավիճակը, գրում է Reuters-ը։ Եվրամիությունը եւս 6 ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, իսկ Մեծ Բրիտանիան խոստացել է ֆինանսավորել Ուկրաինայում հոբ ուժերի եւ հեռար հարվածային զենքերի արտադրությունը։ Ուկրաինայում պատերազմը, Մերձավոր Արևելքի իրավիճակը եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները դարձել են Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր թեմաներ։ Համայնքի առաջնորդները հայտարարել են, որ Գազայի բնակիչները ապրում են իսկական աղետ, զոհվում են խաղաղ բնակիչներ, որոնք նաեւ սովի են մատնված։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության զեկույցում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները Պաղեստինյան անկլավում։ Սակայն Բրյուսելը հրաժարվում է կասեցնել Եվրամիության եւ Իսրայելի միջև ասոցիացիայի համաձայնագիրը։ Առցանց ռեժիմով գագաթնաժողովին միացած Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիությունից սպասում է հստակ ազդակ համայնքին անդամակցելու ապագայի վերաբերյալ։ Սակայն բանակցությունների մեկնարկը խոչընդոտում է Հունգարիան, քանի որ ինչպես պնդում է նրա վարչապետը Վիկտոր Օրբանը, դա հակասում է երկրի շահերին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ճնշում են գործադրում ստիպելու Իրանին հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից։ Արաղչին ասել է, որ Իրանը շարունակելու է դիմադրել եւ կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ գործողությունները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Իսրայելի հետ վերջին սրացման հետևանքով 56 զինծառայող է զոհվել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների Թրամփը եւ Նեթանյահուն համաձայնության են եկել Գազայի հատվածում պատերազմը 2 շաբաթվա ընթացքում ավարտելու մասին։ Գազայի կառավարումը Համասից կփոխանցվի 4 արաբական երկրների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Եգիպտոսին։ Համասի ղեկավարները կվտարվեն, իսկ բոլոր պատանդները կազատվեն։ Իսրայելը կճանաչի պաղեստինցիների պետություն ստեղծելու իրավունքը։ Նոր պետություններ կմիանան Աբրահամյան համաձայնագրին եւ կկարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ, հայտնում է լրատվամիջոցը։ Գազայում այսօր իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 36-ի, ինչը հաստատվել է տարածաշրջանի բժշկական հաստատությունների կողմից։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարավային Լիբանանի Նաբաթիա քաղաքում Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով 1 կին է զոհվել, 20 մարդ վիրավորվել։ Հարվածը Նաբաթիայում հասցվել է բնակելի շենքի։ Ըստ Ալ Ջազիրայի քաղաքի ծայրամասերում ավիահարվածների հետևանքով վիրավորվել է եւս 7 մարդ։ Ճապոնիայում այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել 34-ամյա տղամարդ։ Նա 2020 թվականին մահվան էր դատապարտվել 9 մարդու, 8 աղջիկների եւ 1 երիտասարդի սպանության համար։ Twitter-ի մարդասպան մականունը ստացած Շիրայիսին հետաքննության վարկածով սոցիալական ցանցում գտնում էր ինքնասպանության մտքով կիսվող մարդկանց, կապ էր հաստատում նրանց հետ, խոստանում օգնել մահանալ կամ միասին վերջ տալ կյանքին։ Ոստիկանությունը նրա բնակարանում հայտնաբերել էր սառնարաններ, որոնցում պահվում էին 9 մարդու գլուխներ։ Շիրայիսի մահապատիժն առաջինն էր Ճապոնիայում 2022 թվականից ի վեր։ Այժմ Ճապոնիայում մահապատժի է սպասում 105 դատապարտյալ, որոնցից 49-ը պահանջում են իրենց գործերի վերանայում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ $1.5 միլիոն ծավալով ներդրում Նաիրիդ գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման համար։ Կառավարությունը հավանության է տվել Հայաստանի եւ Վերակառուցման ու Զարգացման միջազգային բանկի միջև Նաիրիդ գործարանի բնապահպանական վերականգնման եւ ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ Հայաստանը բարեբախտաբար միջազգային ուշադրությունը գրավում է ոչ միայն ներքաղաքական բախումներով, այլև հաղթանակ կերտող կերպարներով։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն է։
Ռենյուս լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներով, ես Սոնա Թումանյանն եմ, կհանդիպենք։